Բարի եկածեք ճակատապարտ, այսօր մեր հյուրն է Ռազմիկ Մանոսյանը, Քալուս Գյուլբենգյան հիմնարկության հայկական համայնքներու բաժանմունքի դնորեն։ Ռազմիկ, բարի եկածես ճակատապարտ։ Բարև ձեզ, երեք ճակատապարտներ եղան Այո։ Բարի եկածես ճակատապարտ, բարի եկածես Հայաստան։ Շնորհակալ։ Քանի խոսքով գուզես ասել թե ինչու Հայաստանից այս անգամ ինչ որ հadoop միջոցառում, հadoop ինչ որ ամենասիրով։ այո։ Ուրեմն դարին ընդհանրապես երկու անգամ նվազագույնը երկու անգամ Հայաստան գուքամ գարչ թշպախտապար 4-5 օրով մեկ շաբաթով այս անգամ 4 աշխատանքային օրով եկած եմ հիմնական նպատակը Մատենադարանի հայագիտական կոնգրեսին հայագիտական ժողովին մասնակցելն էր Մատենադարանը հավաքած էր 4 կողմը հայագիտությամբ զբաղվող ավելի ասենք ծրագիրներու մարզեններ հայագետներ եւ այդ բավական խզմարյանը եղավ 3 տարի ասի երրորդ ժողովն է 3 տարի է գմնթե որ ներկա գտնվիմ նախորդ երկուքը չէի գրնավ այս տարի Անպես եղավ որ գրնայի կալ եւ եկա եւ շատ ուրախ եմ որ եկա Շատ իսկ Գյուլբենգյան հիմնարկությունը Մատենադարանի հետ ինչ որ ծրագիր ինչ որ բան Այո, մենք երկար տարիներ եւ Մատենադարանին հետ գործակցենք այլազան ծրագիրներու, բայց կարևորը որ պայմանակիրը քիչ առաջ մի քանի ժամ առաջ ստորագրեցինք Վահան Խզմարյանին հետ հոգապացու մարմին անշուշտ մեր հոգապացու մարմին համաձայնությամբ 3 տարվա պայմանակիր մնե որ իրենք արցանց ներկայացնեն իրենց եւ ուրիշ ծրագիրներու ամփոփումը կատալոգը ասենք ցուցակը բացատրություններով եւ ադիկա հսկա աշխատանք մնե հոյագապ աշխատանք մը պիտի լավ որ արցանց Մատենադարանի բանով մասնակիցներու միջոցով գնանք մեր ծրագիրը մեր պատմությունը մեր քրագանությունը մշակույթը արցանց ներկայացնել եւ հիմակվա աշխատանքային մեր գործակցությունը Մատենադարանին էլ արիգայի հայկական ծրագիրներուն է մասին է խոսքը թե շեշտը հայկականի մասին անշուշտ Մատենադարանը ուրիշ շատ լեզու ծրագիրներ ունի բայց այս ծրագիրը ավելի հայկական է հիմա եթե ունենք ուզեն ուրիշ ծրագիր ժամանակը լա ուրիշ ծրագիրներ ալտնել օքեյ բայց շեշտը հայերեն ծրագիրներում վրա Շատ լավ սպասենք ուրեմն on-line այսինքն մեկնարկած ենք 2 տարի առաջ պիլոտային ինչպես ասեն բանի մեջ փուլի մեջ արդեն գոյություն ունի հիմա ասիկա ընդլայնելն է ավելի ադուղությամբ ետավ ու ամեն ծրագիր բանին հարտակին վրա լա Շատ լավ Ռազմիկ գուզեի խոսիլ ռազմիկ անցին մասին ծնած Լիբանան մեծած ես Կանադա ուսանած Լոնդոն հիմա Պորտուգալ աշխատիս այս ասենք բազմաշերտ փորձառությունը ինչպես ցևավորած է ձեր հայ ինքնությունը կամ հայելալու ինքնությունը Գիտեք ես ինքնության մասին քիչ գրած եմ այո անոր մասին գիտացնենք ես իմ ինքնությանս մասին շատ չեմ մտածած այսպես ծնած եմ ինձ համար շատ նորմալ է հայ ընտանիքի մեջ ծնած եմ Լիբանան փոքր դավիկին 12 տարեկանին Կանադա փոխարտվեցանք Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով հոմեցա համասարանքացի վերջը Լոնդոնակացի ինչպես ասի PhD սնելու հայկականությունը միշտ մեջս եղած է հարցման նշան դակ չէ դրված նորմալ կյանքից մեկ մաս եղած է եւ երբեք չեմ սկացած որ պետք է փաստեմ հայկականությունս վերլուծել այո ինչպես ասի վերլուծած եմ քիդական կետնի վրա վերլուծած եմ Սպիրկահայ լալու, սպիրկցի լալու կարևորությունը միշտ սեբած եմ, որ ես սպիրկցի եմ, այո Հայաստանի հետ կապված, հայրենիքն է, Քեսաբի հետ կապված, դեպեդև 11-12 տարեկանից վեճ հոն չեմ եղած, բայց բավենական մերքյուրն է, բայց այդ գիտակցություն ունեցած եմ, որ ես սպիրկի մեջ ծնած մեծած հայ եմ, մշակույթը ինձ համար շատ կարևոր է, լեզուն կարևոր է անշուշտ, մշակույթը ինքնությունը։ Սա կյանքիս մեջ միշտ ադիգա եղած է։ Կանադա երթալը ծևով
օրհնություն եղավ ինձ համար, որովհետև 12 տարեկան էի երբ կացինք եւ գցա կանադական գրթական համագարկի մեջ մեծնալ, անգլերեն դիվաբեդել եւ շատ լավ գհիշեմ, երբ 12 տարեկան էի ասպաներեն շատ չէի հասնել, մեծ եղբայրս ասպետը լուսահոգի որ մի անի դարի աճ մահացավ, ինձ մեկ գոմ քաշեց ասավ ռազմիկը ասավ մեկ լեզու դիվաբեդե Գավեվոր չէ որ մեկ անգլերեն էլ հայերեն էլ բայց մեկ լեզու դիվաբեդե որովհետև շատեր գային ինձ նման կամ իմ դավիկից կանադա եկած որ ոչ որևէ մեկ լեզու չէին դիվաբերած մի քանի լեզու գիտեի բայց որևէ մեկը չէին դիվաբերած եւ ադիկատ ծևով հետս մնաց եւ անգլերենը դիվաբերեցի շատ ավելի թյուվին եւ անգլիախոս կանադայի մեջ անգլերենը դիվաբերելը հայերենը մնաց Շատեր գզարմանան, որ ես 12 տարեկանից վեճ հայկական դպրոց չեմ կացած։ Ինքնաշխատությամբ եղած է գարտալով եւ Լոնդոն եղածին ես գհիշեմ շաբաթներ գացիր ես մեկուն այդ հայերեն չէի խոսում իբացայալ նարդունի իբացայալ ձնողքիս հետ հերախոսով շաբաթը մեկ անգամ բաբան գահացներ ինչ կսորվիս մաման գահացներ լավ գուդես այդ կոմանը տասական ընդանիք ընդանիքի մեջ մեծած բայց նաև մեր ընդանիքի մեջ ուրիշ յուրահատկություն մգաց ռուպեն որ ասեմ իմ Փորձառությունս յուրահատուկ է, բայց հայկական բառնակի մեջ յուրահատուկ չէ, նման շատեր կան։ Բայց ինչ է մեր ընտանիքին յուրահատկությունը, որ վերջը շատ լավիներ յետ PhD-ս գրած ադենս անդադարձա, գրոնքը եւ ասկայնականությունը զուգահեռ չէին մեր ընտանիքի մեջ։ Մայրս գուքար ավելի ավետարանական Panema, ասենք tradition Ժարանքեն երևի Ժարանքեն այո Հարալբանութեն Ժարանքեն ասենք գուքար հայրս ավելի ասկայնական գուսակցական եւ հորս եւ մորս միջև բայկարի բաներ ադիգացեվով որ հայրս գուզեր ասկայնական մեծնակ մայրս գուզեր շատ ավելի միջազգային ոչ ասկայնական մեծնակ եւ ադի յուրահատուկ էր այսինքն հայկական ընտանիքի մեջ ադի յուրահատուկ է մամայիս վաճառով եւ մեր շահումը ասենք եւ մեծանք ադի երկուքին հագասության մեջ են մեծանք այսինքն մայրս գուզեր հավատացյալ լան հայրս գուզեր ասկային լան փանչեին հավատացյալ եւ ասկային լան գամ-գամեր հա գամ-գամեր վերջը ասենք մենք ծևով այդ երկույությունը մեր ինքնության մեջ բաներով դրսևորվեցավ խոսեցար Լիբանան այսինքն Սկիզբը Լիբանան, Կանադա, Լոնդոն, Պորտուգալի մասին լսենք քիչ մը։ Հա, բանեն միջև Լոնդոնեն եւ Պորտուգալի միջև նովեն Կանադա կա, որովհետեւ Լոնդոն PhD-ս ավարտել եմ վեճ Կանադա վերադարձա, որպես կանադայի քաղաքացի, Կանադա վերադարձա եւ գարավարական գործով մոս զբաղված էի, որ Գարավարության ուղղակի մեկ մասը չէր, անգլերեն գսեն arm's length, pedagogan հիմնարկություն մներ, բայց քաղաքական չէր, որ մատկային իրավունքներով զբաղվեր։ Ուրեմն ես Լոնդոն հայ ինքնության մասին գրած եմ, սպիրկի մասին հրատարակած եմ, գտասավանդեի Ռուսաստան, Սովետական միություն, post-Soviet transition ասնիթերը, Կանադա աշխատեցա հիմնարկությամբ, pedagogan հիմնարկությամբ հետ կամ մեջ, որ մարդկային իրավունքներով զբաղվեր։ Աֆղանիստան, Հեյթի, Կոտ դ'Իվուար երկիրներ, որ իմ մասնակցությունս չէի։ Եվ շատ շուտով անոր մեջ մասնակցեցա 7-8 տարի ադզիվեններսնեի շատ ավելի միջազգային իմ սենք փորձառությունս եղած է որոշ ժամանակը հայկական որոշ ժամանակը ոչ հայկական սենք 7-8 տարի հայկականության մեջ 7-8 տարի հայկականությունեն դուրս միշտ այսինքն
ոտքից կոնե մեկ մադը հայկականության մեջ վահելով Վերջ Գյուլբենգյանի կորձը երբ եղավ իդ հայկականության մեջ մտա հայկականությունով եւ այդ միջազգային փորձառությունը շատ կարեւոր եղավ որովհետեւ Գյուլբենգյանի կորձը միան հայկական աշխարհը պետք չէ գիտնաս պետք է project management-ի, այսինքն ձևակերպներ գարավերելու աշխարհը պետք է գիտնաս միջազգային հարաբերությունները գիտնաս եւ ցեվոմ Գյուլբենգյանի կորձը աս երկու ցանկից երկու գողմերը Կովկովի պերին 13 ուգես դարի Գյուլբենգյանը 2013-ին սկիզբը եկա եւ հոն առաջին դարին ասենք ուզեցի ռազմավարությունը մշակել այն ժամանակ իմ ղեկավարս Բարոն Մարտինեսյանն էր սա ռազմավարությունը պետք է մշակենք եւ ես դեպի բավական դերյակ էի սպիրկի իրականությամբ սի պետք է եւ թամ եւ խոսիմ սպիրկահայերու հետ Հայաստան մասնակիցներու հետ թե ինչ պետք է լա եւ այդ ընդհանուր ասենք խորհրդակցությունեն յետք վերադարձա եւ ասի արեմդահայերեն ասի ոչ թե իմ խաղապարեսը որ պետք է արեմդահայերեն բայց դեսա շադեր ասի որ արեմդահայերեն իսկապես վտանգի մեջ է եւ անդրադարձա ես որ միշտ միտքիս յետևը գա որ միջին արվել կաբահով է բայց եւ լիբանան կացի դեսա հոնալ աբահով չէ լեզվին բանի մասին գխոսիմ գենսունակության մասին գխոսիմ եւ երբ վերադարձա եւ ասի արեմդահայերենի վրա շեշտը պետք է տնենք որովհետև անդրադարձա որ եթե այս սերունդը չնե այս շեշտը եւ միջոցները ստեղծե մեկ սերունդ այդ վերջացած է դեսում եւ ադի չեն ուզել տեսնել կոնե ես չէի ուզել տեսնել եւ այդպես կսանք արեմդայանի վրա լեզվի գրթություն մշակույթ շեշտնել եւ անշուշտ գշարունակենք գրթադասները որ արեմդայանի հետ կապ չունին անպայման մեկ մասը հայագիտություն է մեկ մասը հայերու եւ որ այդլուն հերուշուչ եւ այդպես բան եղավ իթեպ նաեւ ասեմ որ քալ դարի պիտի վերամշակենք մեր ձևակիրը ամբողջ հիմնարկությունը իր ռազմավարությունը դվերանայի մենք ալ մեր ռազմավարությունը եւ 2027-ին սպառած պիտանք նոր ռազմավարություն մշակելով որ 2028-ին իդ հաջորդ 5 տարվա մեր ձևակիրները մշակենք գնամ վստահեցնել որ արեմդահայերենը պիտի մնա գորիզը ալ ցեվաչապը գնա փոխվել բայց պիտի մնա գորիզը իսկ քաղնիկ է գնալ թե ուրիշ ինչ գեդերու վրա պիտի գետրոնանակ կամ սպասենք սպասեցեք բարնագության մասին սպասեցեք ցևի մասին գնամ քիչ մխոսիլ որովհետեւ ասոնք նյութեր են որ Իվգունի ինձ արդյուն գբահեմ, որովհետև կմտածեմ մասնությունների մասին։ Օրինակի համար մեր մոդեցումը հիմա մի քանի հատ մեծ ձևակիրներ ունենք, ինչպես Զարմանազանը, Արքիևսը, այս տեսակի ձևակիրներ ունենք, որ մեր խաղապարները մենք գիրարգենք, կորձընկերը գտնանք, կամ սպիրկի հետախույզը, diaspora perspectives ձևակիրը մեր խաղապարները կորձընկերներ գտնենք իրականացնելու համար։ Բայց մեկ կարևոր մասը անը որ մեզի թիմումներ կստանանք եւ այդ թիմումներուն կպատասխանենք։ Քիչ մամեն գոհ, քիչ մամեն դեսանք։ Եվ լավ թիմումները որ մեր ռազմավարության հետ կորձ ունին ընդունենք։ Թեևս ադի պետք է փոխենք, որովհետև դեռ հասած է որ այդքան շատ թիմումնակիր կստանանք եւ այդքան շատ ոչ ասելու բարդավորություն ունենք, որովհետև բյուջենից չի բավեր։ Թեևս քիչ ավելի ուղղորդել, քիչ ավելի ուղղություն տալ։ Ասել որ մենք այս դարի ասնույթի մասին նյութին վրա պիտի աշխատենք, ասնույթի մասին թիմումնակիրներ կփնտրենք կամ կխնդրենք։ Այսինքն քիչ ավելի գետրոնացած։ Քիչ ավելի գետրոնացած։ Ուղղորդված երևի։ Ուղղորդված, այո։ Հոսպիտային ֆոկուսացված։ Ուղղորդված, այո, շիրակ բարադե, քիչ ավելի ուղղություն դրված։ Հայագիտական թոշակները, գրթադմբասները կշարունակվին, ադիգա չեմ խոյվով որ մեկ ծևով հացման նշան դակ կտրվի,
վերջը մյուս բան արևմտահայերենի մեր ձևակիրները, որ հիմա ինչպես ասի այլազան ձևակիրներ ունենք, թերևս քիչ մը ավելի պետք է մտածենք ինչպես սպիրկյան դպրոցներուն հետ կնանք ավելի սերտ կորձակցիլ, որոշ դպրոցներու հետ կորձակցենք, մեր մոդեցում ունենք լեզվին դասավանդման կամ յուրացում բառավելի շիդագ մեթոդապանական հարցերու շուրջ պետք է ադոնք կնանք ավելի լավ ձևով դպրոցներուն հրամցնել մեր վրանի մեջ շատ ավելի գազագերբություններ փերել ուսուցիչներ փերել եւ ադո դարբեր ծևերը գա ավելի ծևերու փոփոխություն բիլակ անթե գորիզի փոփոխություն խոսեցակ դրամաշնորհներու գրթաթոշակներու մասին արիթեն օգտվելով նաև ասեմ որ Ջագադապած podcast հաղորդումը Շահարուներեն մեկն է Գուլբենկյանի որուն համար իսկապես շնորհակալ ենք լազմ ամենանսիվով կարևոր կոց կնեք արևմտահայերենով ասնույթերու մասին շնորհակալություն եւ գնեշենք որ արևմտահայերեն podcast Ջագադապած Երևան Հայաստանի սրդին մեջ են Երևանին որ կսպրենք բայց ոչ միայն հայաստանցի կամ հայաստանցիներու համար է, այլ ընդհանրապես բոլորին համար է, բայց հատկապես արևմտահայերենով հոս Երևանեն Հայաստանի սրդեն դեպի դուրս։ Կարևոր գետ մերսիկ բեդո, որ գուզեմ անդրադառնալ անգերձորեն, որովհետև գուզեմ իմ հետ անգերձելալ եւ ցես հետ ունգրտներուն հետ։ Ես 7-8 դավի շատ ավելի 7-8 դավի առաջ շատ ավելի բանի skeptical շատ ավելի վերաբահ շատ ավելի վերաբահ էի արևմտահայերենի գենսունակության գաբակցությամբ Երևանի կամ Հայաստանի թերը վերաբահ էի որովհետև չէի խորի որ արևմտահայերենի գենսունակության մեջ Հայաստանը մեծ թեր գնա խաղալ Այդ մոդեցումս հիմա վերանայած եմ եւ աստեսագի ձևակիրներու շնորհիվ եւ ուրիշ այլացան ձևակիրներու շնորհիվ ուրիշ թե մեդիայի եւ թե ուրիշ ձևակիրներու շնորհիվ շատ ավելի գտեսնեմ որ Հայաստանի մեջ արևմտահայախոս գորիզը որ գա գնա թերմը խաղալ մեկ մասը աքսոյային դիպանեն որ եկան գուսեն Չագետյալ Սուլվիլ արևել հայերենի մեջ որ շատ հասկանալի է եւ այդպես ալ գխովին պետք է լա երգիմ գուկաս հիմա մեր այդ մոդելին կամ մոդեցումին մենք փամ գաղաբար մչունիկ որովհետեւ չէ բադահած 48-ին վեր Սուլում եզվը անպայման շիդակ եզվը չէ որովհետեւ դու մշակույթիդ մեկ կամ լեզվիդ մեկ ջուրը մույսի մեջ կմտնաս Սուլում չէ, մեր Սուլումի քաղաքապարը ամենը կոդավանալու մեջ է։ Հիմա Հայաստանի մեջ այդպես չէ։ So, բայց միս կոմեն ցեզ նման եւ ուրիշ ձևակիրներ ալգան հոս, որ ցևով մը Երևանը դարձուցած են սպիրկի գետրոնի բես լեզվի ավեմդահայերեն քիրքերու շատ մգարտացողներ հոս են Երևանի մեջ են ավելահայերեն դիվաբետորներն են վարի մդահայնա գգարտան բայց մուսկոմենալ շատ աշխատանք կա որովհետև շատ երական ավեմդահայերեն չեն գարտա որովհետև իրենց համար դավինա կոդար դժվար չեմ գիտեմ ինչ լեզու է ես 12 տարեկանից ավելահայերեն գգարտայի չէի մտածել ավելահայերեն գգարտայի որովհետև քիրկոհոներ արջևս գգարտայի կհասկնայի հայերեներ այսինքն հարցը չէր միտքիս մեջ մեկի ինձի չէր ասած Երդասարտները կամ բադանիները այդ հարցերը չունի մեծերն են որ այդ կոմպլեքսները մեջ են գտնեն Թշմախտապա Երևանի մեջ կա դիգա էլի շնորհով հայերեն խոսեգի հայերեն քրապարեք խոսում եւ այլն հոն աշխատանք կա դարվելիք բայց միշտ կոմենալ կդեսնեմ ասգորիզմը որ գա եւ այդ փոփոխությունը ասենք սպիրկահայ ավեմդահայախոս մդավրագանի մեջ ուրախությամբ հոս կուկան եւ իրենց տասախոսությունները գտան Գրիգոր Բելեդյանի մեջ Մակնշանյանի մեջ Արասանջյանը օրինակ նաեւ so I think at կոմանի գտեսնեմ որոշման օրինակ մդամ Ռազմիկ Ռուպենին հետ գիսված եմ աս օրինակը
ուրեմն աղջիկ իմ զավակներս դան մեջ բնականաբար մենք արևմտահայերեն խոսենք եւ իրենք դուրս իրենց ընկերներուն հետ դբրոցը տասարանի մեջ արևելահայերեն խոսին ուրեմն աղջիկս հայկական հայ քրագանության տասի ժամանակ Իզաբել Եսայան կանցնային եւ քանի օր տասարան հիմա 7-րդ է աղջիկս 8-րդ պիտի լա ասեն 13 տարեկան է այո նեղասալ 9 տարեկան ավելի փոքր է ուրեմն տասի ընտանիքին Իզաբել Եսայան կանցնային եւ բնականաբար քրությունը այդ 2-3 էջը արևմտահայերեն էր կամ տասական ուղղակությամբ էր եւ միակը որ տասարանի մեջ գարտացած է գրծած է գարտալ աղջիկս եղած է եւ տասեն անմիջապես հետո զանգեց սա որ բաբեսավ միան ես գրծա գարտալ սա որ մեր հայերենով էր Իշտավ նայեցեք գազադիպերը երկու գոմը կան չէ անգերձելանք իմ քիրքս բանի հայ ինքնության մասին հիմա գտակմանվի հայերենով թարգմանված է վերջին սրբազան բիդի հարցնի արևելահայերեն թե արևելահայերեն հիմա բիդի կամադո այո բիդի հարցնենք որ այո քիրքը հոտ որոշում ունի արնել ինչպես ուրիշ հերինակներ արևմտահայերենով եթե արևելահայերենով ես որոշեցի արևելահայերենով սովետական ամբողջական ուղղակությամբ որովհետև ուզեցի քիրքս մատչելի լա համասարանի ուսանողներով որ գիտեմ որ բիդի չի գարտան եթե արևմտահայերենը լա տասական ուղղակությամբ այդեն արևմտահայերենը միան տասական ուղղակությամբ ուրեմն որոշեցի նպատակը հոն լեզուն չէ նպատակը քիրքը մատչելի դարձնել է երկու մոդիկ ընկեր այսինքն գես կդակ գես լուրջ բայց ավելի լուրջ ուղագի երեսիսին թավաջան ցուն ատկան արևմտահայերենի վրա աշխատից թավաջանություն երացել ասի ես գուզեմ գարտացվիլ Հայաստանի մեջ քիրքը արդեն հոս վստահ եմ աղմուկ պիտ բարձրացնի իր մոդեցումին պատճառով բայց գուզեմ գարտացվի քիրքը չեմ գնար բադացվել որ հոս համասարանի ուսանողը արևմտահայերեն գարտա եւ Չագեդյան մահանապնդվե որ չեմ գնագոր հասկանալ ինչու պիտի գարտամ ուրեմն հոդեր ռազմական որոշումներ կառնել եւ անձնական որոշումներ կա արնելիք ամենամատ դարբեր ցևով ուրիշներ գսեն արևմտահայերենով թողլա բարդատվե բարդատվե որ արևմտահայերեն գարտան մասնակիցներ եթե նյութի շուտ շատ հետաքրքրված են կգարտան բայց ընդհանրապես հարություն չի կարելի եւ երկու դեպքեր լեզուին ասենք լեզվաջուղին անշուշտ գիտեմ ադիգա բայց լեզվա մտածողությունը դեպքեր է մոդեցումը դեպքեր է եւ բարդատրելու արդյունքը տեսած ենք սպյուրքի մեջ չաշխատիր նայեցեք տասական ուղղակության հետ մեկադուղությամբ չենք բաներ position-ը ուղղությունը չեն գաված աշխատանք չեն դանի մարդիկ ասեն հատկան ավեմդահայերենը պաշտպանենք բանկնեք ինչու հոդալ գեցված մչունիկ բաշնական գեցված մչունիկ ճունիկ բացաբես որովհետև ժողովուրդներու բացմության մեջ որոշումներ գարնվին որոնք անգարելի են փոխել մեկ մեզի չխապենք այս բեդությունը ավեմդահայերեն տասական ուղղակության բիդի չանցնի եղավ վերջացավ ուզենք չուզենք հիմա հովիդես չեմ լար բայց իվականությունը ասի այսինքն Okay, եթե հրաշքի գահավադաս դեպս հրաշք գտնաբադայի, բայց եթե հրաշքի չես հավադար, ես չեմ գնագո Երևանայել, որ բեդությունը պիտի ասի լավ ետ տասական ուղղակության ետակ։ Որոշումը առնված է, սխալ որոշում ժամանակին, բայց առնված է ամբողջ գավից մստեղծված է քանի տարի է։ Ավելի դարիներ, որ ասի ավելային ուղղակությունը ասի։ Մենք as Բարնագի մեջ ինչ կնան գնել, որ արևմտահայերենը ոչ թե մնա, այլ նաև զարգանա եւ ստեղծագործական լեզու լա, այդ սպիրկին բարդականությունն է։ Հոնե որ գխորիմ իպացայալ աստեսագի խմպակները որ ցուգունիկ հոտ գխորիմ որ արևմտահայերի գենսունակությունը սպիրկի հարցն է։ Սպիրկը հայերը պետք է ադիգա իրենց ուսին վարնեն եւ ասեն որ մենք as լեզուն չեն գուզե գործվի գուզենք զարգանա եւ մեր աշխատանքները ադեն այսինքն ինչ որ գովանավորենք արևմտահայերենի գաբակցությամբ ադե որ լեզուն գենսունակ մնա թե գրթական ծիվենես թե մշակութային ծիվենես
Ռազմիկ քիրքի մասին խոսեցանք, քիրքը անգլերենով The Armenians from kings and priests to merchants and commissars։ Հայերեն դարբերագին համար ինչ որ վերախմբակրում է կամ նոր գլուխներ է կամ ինչ որ այդպիսի բան է անցուցիր կամ եղածին պես այդպես հայերենի պիտի թարգմանվի եւ լույս տեսնի։ Հետաքրքրական է որովհետեւ ասիր որ բավական աղմուկ պիտի բարձրացնի այստեղ մոդեցումի հարցը մոդեցում։ Այո։ Բեդո լավ հարցում է մտածեցի այս մասին գուզեի ենել բայց ժամանակը չունեի վերա մշակել վերա կրել եղածին պես կթարգմանվի քիրքը բզդիկ նախապան մկրած եմ որ ասիկա 20 տարվա քիրք է ճիշտ 20 տարի եղավ որ հրադադված է քիրքը ես ամբես կտվի ինձ որ մի քանի տարի առաջ է բայց 20 տարի եղավ եւ թարգմանություն մնի այդ քիրքին մարդիկ պիտի գարտան նկատի ունենալով որ 20 տարի առաջ լույս տեսած քիրք մնի ասիկա դեսական մոդեցումները իզորու են շուշտ իզորու են մեկնաբանություններն ալ գխորիմ իզորու են մանավանդ Արցախյան as բարնագի մեջ Ղարաբաղի բարդությունը իմաստով որ հիմա գմդացենք խոսույթի ինչ հայ իսկական Հայաստան եւ այլն քիրքը գբացադետ եւ as ինքնություն ուդերեն եղած է եւ քիրքին գեսը պատմական Հայաստան է գեսը սպիրկ է մեր ինքնությունը RT modern RT ասկային մեր ինքնությունը գերդված է սպիրկյան գետոններում մեջ Բազմադեղական ես բազմավայր մալտիլոկալ դարասպիր երբեմն ասեմ բայց ես բազմավայր paragesiv եմ կորցածել Վենեդիկ Վիեննա Բոլիս Թիֆլիս Քիչմը St. Petersburg Terevus Հնդկաստան երևի Հնդկաստան տարավելի առաջ Հնդկաստան as գետրոնները եղած են Ժնև քիչմը as գետրոնները եղած են որ մեր ինքնությունը ստեղծած են եւ մտավորական կետնի անշուշտ հա բոլիսը յուրահատուկ է բոլսը հայերը շատերը ասեմ մենք սպիրտ չենք okay alright ես կսեմ սպիրտ է բայց ադի ուրիշ նյութ է բայց ինքնությունը ծեվում մտուրսեն ներս եկած է հիմա 15-ին ինչ փոխվեցավ այդ պատմական հողերը որ ինքնության Հումնիտն էին գործվեցան, չարժվեցան ցեղասպանության մեջ ցեղասպանությունը այդ գորիզը բնաչնչեց։ Այո։ So սպիկացավ ավելի վերջը սովետական Հայաստանը մեջի մտավ։ Սովետական Հայաստանը հայրենիքը լալու գաղափարը սովետական միության գոմե գերդված գաղափարն է եւ քիրքի մեջ ադի ցույց կտամ թե ինչպես ադի գա եղած է։ Ուրեմն ինքնությունը ինչը որ պիտի աղմուկ բացացնի եւ գսես ինքնությունը գերդված է շատերը հոս ասկայնականները պիտի հասկանան որ գերձ է չէ գերձ չէ գերդված է մեր արդի ինքնությունը 18-րդ մանավանդ 19-րդ դարու մեջ գերդված է եւ 20-րդ դարու մեջ սպիրկյան ինքնությունը գերդված է սպիրկյան համայնքներում մեջ անհայերենը որ մենք հիմա գխոսենք 20-ական թվականներում մեջ միջին ավելքի մեջ սպիրկի լեզու եղավ ուրեմն եւ եթե մտածես իսկապես բանը անհավատալի է որ as երեք 4-7 ետ դակավին նույն լեզուն գխոսենք հրաշքի պես շատ քիչ փոփոխություններ եւ Արգենտին գերտամ անոք որ հայախոս մնացած են գնան հասկանալ դապեր ակսենտներով գխոսենք իդալացիները հայերեն այսպես խոսի բայց հասկանան եւ So քիրքը ադուրությամբ ադիգա գբացադրե ինչպես ասի եւ ընդհանուր ագնակ մնե այոց բադմության գսկսի հնակույնեն մինչև 1987 մինչև Պլուզումը ասեն խորհրդային միության Արցախյան շարժումը so եւ բավական շեշտը 20-րդ դարու մեկ ջուրը սովետական Հայաստանի մեջ ինքնություն ինչպես կերդվեցավ եւ սպիրկի մեջ ինքնությունը ինչպես կերդվեցավ իրար մե պարալել զուգահեռ ուղիներու վրա եւ շատ քիչ կշարվեին վերջի ավելի
ավելի եղավատ եւ գաբիեր ստեղծել է Եվ անշուշտ 91-ին յետք երբ այդ այո, բայց այդ գամուրջը հիմա քիչ թե շատ ստեղծված է եւ գխոսվի այդ գամուրջի մասին հաջող Գյուլբենկյանը այսօր ինչ ծևերով գործե այդ գամուրջի կենսունակությունը ասեմ խթանել եւ այս փոխհարաբերությունները զորացնել եթե պետք է մենք այդ դեպամատությամբ չենք շարժվի, որ մեր թևը գամուրջը ստեղծել է աստիվերներս։ Մենք կտեսնենք 5 տարի առաջ եթե ռազմավարությունը քիչ մը, ասենք դեպեցեվով մոդեցանք, այդ geographic աշխարհական մոդեցումեն ավելի թեմատիկ, ավելի նյութերով։ Մեր հարցը ինչ է։ Հիմնական հարցը, որ վրա աշխատենք, արևմտահայերենի կենսունակությունն է։ Այլևս ադի Սպիրկի մեջ եղած է Հայաստանի մեջ ծրագիրներ կան եւ այլն այդ կանալ կարևոր չէ ազգապված աշխարհի մեջ կարևորը կենսունակությունն է արևմտահայերենի այո հիմա գամուրջը ստեղծելը ինքնանպատակ չէ այսինքն շատեր ինքնանպատակ կտեսնեն չէ ինքնանպատակ չէ այսինքն գամրջվելը միջոց մնե եթե ասենքն հիմա դուք հոսնստած Գյուլբենկյանի հետ կապունիկ գամուրջ մնե ադիկ ասպիկի եւ Հայաստանի միջոց կամ իրար մեզ սորվելու բայց նպատակը ադիկա չէ նպատակը ասի իրականացնել բայց գամուրջը երկու ուղի է չէ գամուրջը գանցնից եւ ճիշտ է գերտաս տեգուկ ասես երկու ստեգ է գամուրջն արտի գամուրջներուն երկու կողմը Հանգլա, թոլգլա, այդինիչ կսե եւ մեկը գլա գբաշբանե, գբահբանե եւ սագ մգա միջի թոլը սագ մգա, բայց ադիգատ ինքնապեվա պարգլա եթե մարտիկ ասեն գուզենք իրականացնել ասծվակիվը իմ կորձունգերներս մեկի Երևան եմ ուսին չգիտեմ եւ Հայաստանի մեջ ադանք ուրիշ ձվակիրներ կան մենք անշուշտ արև մտահայերենես այդ ուրիշ ձվակիրներով վրա աշխատենք Հայաստանի համար միան Հայաստանի համար օրինակ թարգմանության ձվակիրը քիրքերուն մեծամասնությունը 80% 11-12 քիրքերավ հիմա արևելա հայերենեն չէ ներողություն 80% արևելա հայերենեն եւ 3-ը արևմտահայերենեն այո արևմտահայերեն որովհետեւ թարգմանիչներու հարց մնի թարգմանիչներ հոնդեր սուտ ծևով չես կնար բարդատվել ասկի կարևելային անտիկ արևմտահայերեն հիմա Սայիդը Էդվարդ Սայիդը գարտալ եւ հետաքրքրված է մասնակետը բիդել դա այդ մասնակետը գնամ վստահեցել ցեսի որ արևմտահայերեն պիտի գնալ եւ եթե ջիկթապը եւ վաժված չէ եթե արևելահայերենի կդվաբեդե գեսորեն շատ հանկիստ կնա արևմտահայերենի անցնել եւ գարտալ եւ հասկանալ ինչպես մենք գեսորեն գնանք արևելահայերենի մեջ մտնալ եւ շատ հանկիստ հասկանալ հարցը չէ այսինքն եթե մենք բաներ չստեղծենք սահմաններ չստեղծենք հարցը չէ բայց ինչու հոս եկանք որովհետեւ ուրիշ ձվակիրներ ունենք որ լեզվին վրա շեշտի չէ դրված թարգմանության ձվակիրը ամենակարևոր եվրոպական կամ արևմտյան ասեն քիրքերը որ չեն թարգմանված հայերենի թարգմանելը որ այդ արտի ժամանակավեր մտածողությունը թարգմանությունը շատ կարևոր է թարգմանությամբ եւ մենք աշխարհին հետ միշտ կապված ենք թարգմանիչները չէ՞ մեր հա ինչ կդոնենք թարգմանիչները դոնենք այո ադի այսինքն եւ մինչեւ հիմա ադիգատ մեգուսացված ժողովուրդ չեն գերած սովետական միության ժամանակ օքեյ մեգուսացված էինք Ռուսաստանի հետ կապված բայց մեր փնասն ինքնապետաբար մեգուսացված ժողովուրդը լալ չէ եւ ինչպես մեգուսացված չես լավ թարգմանելով գլաս եւ ամենքն իսկ թարգմանիչ են այսինքն ես ամեն օր 4 լեզվով աշխատում մինչեւ 4 լեզվներով մինչեւ միտքիս մեջ թարգմանություն գլա Պորտուգալերեն խոսիս հա շատ սահուն չէ բայց ամեն օր յագանքս կնամ պորտուգալերեն ասեմ բայց դասախոսություն ամանց գարտալու չեմ բնարդալ Ռազմիկ գուզեմ խոսենք նաեւ նոր նախաձեռնության մասին որ հիմնարկը սկսավ
սպյուրքյան հերանեկարներ diaspora perspective այո դիասպորա անցած անգամ Վիկեն Չտրյանի հետ զրույցը ունեցանք որ երկու շաբթի պիտի հրավիրվի այո այս երկու շաբթի գուզեմ նաև թուն քիչ ավելի ընդլայնված անոր նախ ներկայացնես եւ ասենք հիմնական դարբերությունները ասենք կորձող կամ անցյալի եղած հարթակներուն հետ համեմատելով դարբերությունները ինչ են, նպատակը ինչ է, ասենք քիչ ընդհանուր զրույց ունենանք, որովհետև դեղ մենք լսեցինք կամ գլսենք եւ ասենք ունե նավակոնացը գարձեմ հա վիկենին հետ խոսած եկնեք վստահ ինքը ցեզի ներկայացուց ինչ ասեմ այս քաղապարը դասը դարի է միտքիս մեջ է որ հարթակը պետք ունենք think tank-ը պետք ունենք որ կովկովի հավաքենք կամ վերլուծենք սպիրկյան դեսագյունի ասկայնական հարցեր որպես նախապան ասեմ որ սպիրկը մինչև 1987 թվականը ինքն իր մասին մտածելու կարողություն ուներ եւ սովորություն ուներ չէ՞ սպիրկյան մտավորականներ ունեին հայերենով արեմդ հայերենով վայ օշագան Անտրանիկ Զարուգյան եւ այլն ուրիշներ մեկ մասը տասական մեկ մասը ավելի հեղափոխական այլահողական Խաչիկ Տոլոլյանը Մարկ Նշանյան Քույտովելյանը ասենք որ Հարություն Քյուկչյան շատ կարևոր որ Սպիրկի մասին մտածեին ինքնությունը ինչ է մշակույթը ինչ է եւ այլն 1988-ին հասկանալի բաժաններով թատվեցավ ադիգա ամեն հայացքը եղավ Հայաստան Երևան Ղարաբաղ Արցախի շարժում մենք ուզեցինք դասը դարիևը ինչը միտքս է որ այդ սպիրկի ինքնի մասին մտածելու կարողությունը յետ ստանա բայց դա ժամանակ երբ որ լավ վրանք աշխատենք Արցախյան բادرազմը ադիգա շատ սուրց է որ մեջտեղ բերավ երկու բան մեկը որ սպիրկը ատկան գետրոնացած Հայաստանի եւ Արցախի վրա մեկ անգամ են Արցախը գործընկերներն հետ գործվեցավ ինչ է մեր նպատակը եւ մեր բանանի քո նպատակը տունես որ մնաս Երկրորդը որ սպիրկի հետ կապ չունի անդրադարձանք որ ասկա մեծ բարդությունը գվեցինք այսինքն ներողություն չագերտ մեր բանամ եւ շատ դխուր չագերտ մեր բանամ 100 տարի վերջ երբ մեր մասին խոսին ապակա հայերը բիդեսը ասևուն Արցախը գործընծուց պատմական հայ հող գործընծուց եւ բادرազմեն 2 ամիս, 3 ամիս, 4 ամիս վեճ անփաստանությունները եւ հայրանքները սա վերլուծություն չկա թե ինչ եղավ ինչու Սիվելի ժողովուրդ այն ժամանակ Արցախը լման չէին գործունեացած եւ Վեկենին հետ խոսեի Չտրյանի Վիկենանին մտահոգություններ ուներ եւ ասենք որ լավ think tank-ի բեսպամը պետք է հիտնեն որ աս կորձենը եւ սպիրկյան մոդեցումը փերը եւ նաեւ սպիրկը բանանի ուսումնասիրը Նույնիսկ ժամանակ արդեն ըրած է ընթացքի մեջ է Armenian Diaspora Survey հարցախույսը սպիրկյան հարցախույսը որ ուշ մեծ հետազոտական աշխատանք մնի որ շուտով բիդի մատչելի լա հանության դվյալները Ատկետ զնաված գաղապար մեկ Դավիթ Եվես մինչև մեկ հոգապարծու մարմին ներկայացուցինք որովհետև նուրբ նյութ է քաղաքականացված նյութ է համացան եղավ եւ 2025-ին ամեն ինչը approval-ները ընդունվեցան 25-ին վերջավորության մեկնարկեցինք եւ արդեն իսկ երկու քիրք երկու լեզվով այսինքն 4 քիրք լույս տեսավ արդեն վիկենդը խոսեցավ այդ մասին Արցախի մասին հիմա նոր բացկանչ մերինք սպիրկի մասին թե սպիրկը ինչ վիճակի մեջ է ներկա սպիրկի ինչ վիճակի մեջ է եւ ուր գերտա նոր գանչմն է open call եւ ադոր բիդի ուսումնասիրությունները ստանանք խմբագրովի որպես մեկ կամ երկու քիրք լույս տեսնե ադիգա մեկ թեվն է սպիրկը հասկանալ սպիրկին վրա գետրոնանալ եւ մյուսը թուրսեն Հայաստան մեկնաբանելու
սպյուրքյան մոդեցումը Թուրքիան եւ Հայաստան կմեկնաբանես բոլորին դարբեր մոդեցում ունի, իսկ թե Երևանին երբ տուն աշխարհը գտիդես եւ կարեւոր է Թուրքիան ներս նայելը so սպյուրքյան հեվանագարներուն ընդհանուր նպատակը ասիգա է եւ այդեն ինչպես է սիաս 4 քիրքերը կամ երկու լեզվով քիրքերը լույս տեսան հացախույզը Բիդի մատչելի լադվյալների եւ ադովրա աշխատանք բիդի դավի որ մեկնաբանվին հաջորդ երկու տարվան ընթացքին ադի միշտեվը եւ նոր բանը open call-ը կանչի որ գադ սպյուրքի մասին եւ նաեւ նույնանման բանը բիդի բանանք Հայաստանի ներգա հարցերու մասին so ասե վիրտուալ է այսինքն գետրոն չունի Գյուլբենգյանի եւ գետրոնը եւ Գյուլբենգյանի ձևակիրները մեկն է ադալ բացատեմ ձևակիրները մեկն է ուրեմն մեր ձևակիրն է բայց հետազոտական հարցերը որոշ ուղղություն մտանք ավելի վիկենը եւ խորհրդադու մարմինը պիտի որոշեն իսկ վերլուծությունները, այսինքն conclusions կամ բանը, վերլուծությունները, արդյունքները, եզրակացությունները, ադո մեջ Գյուլբենգյանը բանի, հերու է, որպեսի մենք այդ գողմեն ուղղորդված կամ ուղղություն դալիվան, հետազոտական աշխատանք է, այսինքն հարաբերությունը երեք կետնի վրա է, գազագերբչական մեզ հետ մերն է, ինչ հարցեր քննարկել է մեզ մեկ քայլ անտին է մեկնաբանությունները վերլուծությունները conclusions բաները մեզ մի հերու անգախ պետք է եթե ոչ քիդական թեպետ Գյուլբենգյանը քաղաքական չի բոլորին անգախ կազմակերպություն է բայց նորեն Բայց քիրքերը գարտալ են իդ կալ գրնամ ասել որ իսկապես այդ մոդեցումը գա այդ մոդեցումին բագասը գար ընդհանրապես եւ ինչպես որ ասիր անգախ քիդական մոդեցումով է որ եղած են թե հարցազրույցները որոնք լույս տեսած են քիրքերու մեջ թե վերլուծությունները շուտով ալբիդի մեկնարկենք սեմինարներու շարքը որ սպյուրքյան նյութերու մասին բիդելա արցանց սեմինարներու շարքը անգլերենով ասմեկ անգլերենով բիդելա սպյուրքյան հեվանագարներու նպատակը լեզուն չէ վերլուծություն այո գիտությունն է միջազգային գիտության լեզուն անգլերենն է Աբակային գնային թարգմանություններու միջոցով ասմիշ քիրքերը վստահ են վիկենը շեշտեց որ հայերենով նախսուլիս տեսան այո բնակիչները հայերեն են որովհետև բնակիչները մեկ մասը հա այո Արցախյան պատերազմի քիրքերում ասին գոդորված բահան մեկը թարգմանված բահան եւ 44 օրյա defeat այո այդպես ռազմիկ գուզեմ անցնենք քու ուսածետ սպյուրքյան հիմակվան ասենք պատկերին հատկապես նկատի առնելով միջին արևելքի աս անverջ անդատար անորոշ բادرազմները երավիճակը ասենտուն լիբանանեն դուրս ելած քաղաքացիական բادرազմին բաժարով ես նույն բաժարով լիբանանին դուրս ելածեմ եւ այդ ամբողջ հոսքը որ թեպի Հայաստան եղավ Սուրիայեն Լիբանանը ամեն դերն Եվ այսօր շնորհիվ կամ բաժարով, ինչպես ասեմ, Կանադայի նման կաղուտներ, արևմտյան, ասենք երկիրներ, հատկապես Կանադան միջին արևելքեն ահագին Սուրիահայ մանավանդ Լիբանանահայեր ընդունեց, չէ՞։ Նույնն ալ կարելի է ասել Ամերիկայի մասին, որոշ չափով Ավստրալիա։ Այս անverջ շարժումների մեջ, հեսա հիմա այո, աստեցությունը անverջ շարժումներու մեջ լալով մենք հատկապես միջին արևելքի մեր համայնքներ, որոնք գուղորտեինք դեպի այս կաղուտները ուսուցիչներ գետրոններու մեջ ինչպես կտեսնես այս շարժումը սպառնալիք է թե նոր կաղուտներուն համար ուժականություն մնե Սպյուրքը միշտ այսպես է, միշտ կփոխվի, ավելքեն արևմուտք երթա ընդհանրապես, հորերեսները գսեն սպյուրք աբակաչունի նայեցեք Հնդկաստան, նայեցեք Լեհաստան չեմ գիտի, ես ագսեմ աբակաունի նայեցեք Կալիֆոռնիա, նայեցեք Մոնտրեալ, նայեցեք չեմ Շվեդիա հիմա։ Քոնե Թորոնտո է ոչ ոք։ Condition zero։
գիտես աշխարհը քեսաբեն գսկսի Այո։ վերջի Թորոնտո գուկա Մեր բարակային անջարեն գծես։ Միջավայր ես ալ կեսացի եմ հորս okay, կողմը all right. Դեմիրջան հորս կողմը Քեսավցի մուսալերցիներով։ Մուսալերցիներով ճագադապած Ճագադապած նստած։ ով հայ ժողովուրդը Լավ չէ։ չէ գադագը մեկի ուրեմն so փոփոխական Այո, ադիգա նորմալ է այո միջին ավելքեն հոսքը վերջը բիդվերջանա սպիրկի հիմա դու նորեն գանտանամ սպիրկի փանալին գենսունագության ինքը ինչպես պիտի գնա even նորոգել ասոր մեջ Argentina օրինակ ունենք գազեմ խաչիկ դերոգացյանին հետ հարցազրույց ունեցեք արդեն թե 4 սերունդի հետ ինչպես ինքնությունը բահացեն եւ որոշ չափով լեզուն հիմա գնանք ուրիշ ծևերով լեզուն ավելի լավ բահել որովհետեւ գիտակցություն ունենք հորիդես չեմ ուզել լալ սակայն այսօր մադենաթամանին ժողովին սրբազաններեն մեկը սա որ եթե նկատի առնենք մեր մեծակույն ծևակիրներու գետրոները որ հոգևոր գավիցներու մեջ են 5 սպիրկի մեջ հիմնական 5 սպիրկի մեջ վտանգավոր կոդիներու մեջ են անգայուն վիճակի մեջ են Զմար, Գիլիգիադ, Անտիլիաս, Երուսաղեմ, Պոլիս եւ այլն։ Պոլիսը միջին ավել չէ, բայց հիմա հովիդես եթե լակ դիցենք աբակա չի գա։ Չեմ գուզե հովիդեսը լալ, բայց պետք է իրադեսը լանք։ Ընդհանուր առմամբ քրիստոնյաները միջին արվել են դուրս ելած են եւ ադիգա գշարնակվի եւ գացեմ հրաչ չլինգիվյան ասի ցույց տված է դվյալներով 1920 չեմ գիտեր քանին 22-23 այդ ժամանակ New East Relief-ը Կալուս Գուլբենյանի նամակ գրած է խնդրելով գացեմ $100,000 ադակ բամով մեծ գումար էր այն ժամանակ Կալուս Գուլբենյանը կպատասխանի գսե ես սիրով գուտամ գումարը բայց մեկ պայման ունիմ այս փախստականները Չեղասպանության փախստականները բիդի դեղատրվին Եվգենիեու մեջ ուր գնան աբակա գերդել եւ Եվգենիեու անունով գուտա որը մեկը միջին ավելքի մեջ չէ so ինքը Կալուս Գուլբենյան վատկան հերադես մարդ եղած է այս մարդը 20-ական թվականներուն արդեն անդրադարձած է որ այս Եվգենիեու մեջ համայնք գերդելը ժամանակավոր պիտի լա հիմա գնալալ սխալ էր Կալուս Գուլբենյանը ամեն ինչի մեջ շիդակ չէ անշուշտ բայց հերադեսը լալու մեջ շատ լավ հերադես մարդ էր Մենք անշուշտ մտիկ չերինք մեր ղեկավարությունը այն ժամանակ եւ պայմաններն չի բերին անշուշտ ուրիշ տեղ երթալու եթե Եվգավայժամգետ պիտի մտածենք որը միտքեն գացնե որ Հալեբի քաղուտու հոսպիտի հասնի 5-6000 հայ մնացած է Հալեբ Ես 2010-ին այցելեցի Հալեբը եւ ապշած է եւ չէի գնար պատկերացնել որ դարի մի հետ պիտի սկսեր այդ բանը չէի գնար Գայուն ասա փռնաբեդությունները միշտ ճիշտ մեկ անգամ են գինան միջին ավելքի մյուս քաղաքներն գնանք հիշել անշուշտ Եգիպտոս եւ այլն մեր մոդեցումը անկան որ հայգա մենք ունենք մենք գաչակցինք որ հայախոս քաղուտ կա աշխարհի մեջ միակ դեր որ ջամփանքալած ադենդ շատ ասած նորմալ չէ որ թիմացին հայերեն խոսից որ չամուտն է անջարն է այո որովհետև գիտես թիմացին հայ բայց եթե իրադես մի դրանք ինչպես է եւ հերուն պիտի մտածենք ասված չնե հաջորդ քաղաքացիական բادرազմը Լիբանանի մեջ հոնալ նույն վիճակի մեջ պիտի հասնենք ուրեմն ինչ պիտենք աս մասին մեր ղեկավարությունը չի մտածեր մենք ստիպված ենք որպես Եվգավայժամգետ հիմնարկություն մտածել իմ հոգեբարձու մարմնի անդամներս ասմացին ինձ կհարցնեն հայ չեն օդար են բայց դուրս են գտին
այսինքն եւ պատասխանս կհասկանան անկան որ հայգա մենք խոսենք հոննենք բայց պետք է նաեւ մտածենք թե երբ որ հայ հոն չլա ինչպես գենսունակ բիտնենք շվեդիո նոր ստեղծված քաղաքները Կալիֆոռնիա շատ յուրահատուկ դեր ունի Լոս Անջելես շատ յուրահատուկ դեր ունի հոն դարբեր ինքնությունը դարբեր լեզումը պիտի ստեղծվի քրեոլ լեզումը պիտի ստեղծվի հադի ուրիշն բայց գացեմ թե պետք է ուսումնասիրենք Արժենտինի պես քաղաքը թե Ուրուգվայի պես քաղաքը թե ինչպես իրենք ինքնությունին բահաձեն ինչ ունենք սորվելիք ինչ ունենք ավելի լավ ներլիք որովհետեւ մենք ինչպես ասկերաչ ուրիշ փակինի հարցը զույցինսի 500 տարի վերջ դագավին մարտիկը լավ որ վիճապանին հայության մասին եւ կոնե մեկ մասը հայերենով վիճապանին Yeah. So ադե այսինքն իդ ներդրումները պետք է ունենք մարդուժի վրա անտենիկ Ռազմիկ կուզեմ վերջին խոսքը քեզի դալ եւ ասել մեր նման իսպյուրքեն Հայաստան դեպոխված հայերու ինչ պիտի ասես կամ ինչ կուզես ասել եւ ասեմ որ մենք մեզի հայրենադարձ գիտես մեզի գսեն բայց հայրենադարձ բարի մասին կարելի է վիճիլ չէ այո ենք կամ չենք Կարելի է վիճիլ ընդհանուր թողարկում երևի գրնակն է կամ գիտական ինչ-որ աշխատանք կարելի է մեջտեղ բերել։ Բայց շատ ավելի բարձր է, քանի հոս Երևանեն գնենք ասան փողջը, մենք երկուքս Հայաստան տեղափոխված եւ մեզի պես շատեր հոս կան։ Քու խոսքդ, ասես ինչ պիտի լա, ինչ կուզես ասել։ Չեք գիտեք ինձ գինա խոսքը ասել ոչ կաթողիկոս եմ ոչ ոք գներգայացնեմ Բատկամ խոսքը բատկամ հա այսինքն գավելի է Երևանին մեջ նստած արևմտահայերենով ծրագիրներ արևմտահայերենով Սպիրկյան ինքնությունը քաչալվել ինչպես Wikipedia-ն արևմտահայ Wikipedia-ն Երևանյան գազագերբությունը Երևանին գհրադարակվի կամ գբադաստվի Չիմոն այսինքն մենք միշտ գսենք քիչ գնա դապակսեվի միշտ գսենք մեր արմատները չմոռնանք չէ մեր արմատները չմոռնանք պատմական Հայաստանի արմատները եւ այլն բայց մենք շատ յուրահատուկ ինքնություն ունենք եւ շատ յուրահատուկ մշակույթ ունենք որ կարելի է պահպանել այսինքն կարելի է պահպանել ադիգա եւ ու որը լանք կարելի է պահպանել Հայաստանը լանք Շվեդիա լանք կամ Կալիֆոռնիա լանք ադիգա կարելի է պահպանել բահել զարգացնել հբարդանալ ադով Սպիրկցի ես որ կորձածեցի մասնավոր կորձածեցի որ երբ ես ավաչին անգամ սպիրկցի parvesi ինչ լավ բամը խղացած եմ վերջի գարտացի որ վահեոշագանը իսուտալիա բայց ադիգա գավեվոր է as գերմը որ բիդեսեմ վիկենը սազե թեվևս գրնությունը լա բայց անգամ սա մենք աշխարհին ինչ որ դալիք ենք Հայաստանը չէ, Հայաստանը աշխարհին ամբողջի անգիմը բեդություն մնե։ Ինչ որ մենք յուրահատուկ կնե մեր ինքնությունը, մեր ժողովուրդը սպիրկյան բան է։ Չկա շատ քիչ, չկա չեմ, շատ քիչ կա որ տուն ասկայն ինքնությունը գերդես սպիրկի մեջ, առանց բեդության, առանց pedagogian եկեղեցի եւ համայնքային գազագերբություններ ու հեղափոխական գազագերբություններ ու մշակութային գետրոններու միջոցով ադիգա չմոռնանք ադիգա մեր պատմության մեր ժամանակագից եւ արդի պատմության հիմնական կարևոր գերեվը մեկն է չեմպի ադիբի դսեի բայց ես ընդհանրապես չեմ ուզել ուրիշն ասել որ ինքնությունը անձնական բան է անմատ բիդի որոշե որ գուցե հայ ինքնությունը բահել գուցե հայերենը բահել ադի ընդանեկան որոշում մնի անհատական որոշում մնի աշխապ Շատ լավ, շատ շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, որ ընդունեցիր մեր հրավերը, շատ հաճելի էր։ Եվ այսօրվան ճակատապացի մեր հյուրներ Ռազմիկ Մանոսյանը, Քալուս Գուլբենգյան հիմնադրամի հայկական բաժանմունքի տնօրենը։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ։ Շնորհակալ։